Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արհերուստաընկերության եթերում Երկրապահ կամավորականների միության մեր հաղթանակը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Երկրապահը, ինչպես զորավար Մանվել Գրիգորյանն է հաճախ կրկնում, 1989-ից առաջնագծում է։ Այս օրերին ևս երկրապահական պատվիրակությունները սահմանային զորամասերում էին, հիվանդանոցներում, հոսպիտալներում։ Երկրապահ կամավորականների միության պատվիրակությունները Արցախի մարտական հենակետերում, սահմանային զորամասերում լինելը, դիրքապահ զինվորի կողքին, բանակին կողքին լինելը երկրապահի համար կենսակերպ է։ Եվ դա միանգամայն բնական է, չէ որ հենց երկրապահ կամավորական ջոկատների հենքով է ստեղծվել հայոց կանոնավոր բանակը։ Այս տարվա ապրիլյան պատերազմն էլ լրացուցիչ անգամ ապացուցեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի այն պնդումը, որ 1989 թվականից ի վեր երկրապահը առաջնագծում է։ Հենց հազարավոր երկրապահները իրենց առաջնորդ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ կարողացան փակել առաջնագծի բոլոր բացերն ու բանակի հետ միասին կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Ես հպարտանում եմ հայ զինվորով երիտասարդով, մանավանդ այսօր սահմանում կանգնած են 96-97 թվական երեխեք։ Այն երեխեքը դեռ որ մենք իրանց ծնողներին պաշտպանել ենք, դրանք են վաղ ծնված չեն, այսօր պաշտպանում են ինձ, իմ թոռներին եւ այլն։ Ոչ թե միայն բան, դաժան զորքի վրով են հեռահար բանը, ժողովուրդն էլ ամուր կանգնացել է, հենատենում է քաղաքը, կյանքը ապրում։ Շատ հպարտալի է իմար, որ սենց արագ սախելան ոտի, սախ ազգովին, աշխարհի բոլոր ծայրերից, ինչքան հայեր կան, այսօր էլ նայում եք չհաշված, ես հպարտանում եմ այս ժողովրդով, դրանից հետո էլի որ իրանց երեխեքը կինը, այսօր այդ մի ամուրություն է, այդ մանը, մենք սենց էլ կանք, ուրիշ ճարել չունենք, սենց ապրել ենք եւ այլ, մենք էլ այս անկախությունը ոչ թուրք է, ոչ ցաղ աշխարհն ուզենա մեզանից տանի չի կարա։ Սակայն երկրապահը միշտ եւ անընդհատ առաջնագծում էր թե ապրիլի 2-ից առաջ, թե հիմա։ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ եւ հաստատած գրաֆիկով երկրապահի բոլոր տարածքային բաժանմունքների ներկայացուցիչները շարունակաբար լինում են Հայաստանի եւ Արցախի սահմանային զորամասերում, մարտական հենակետերում։ Հերթական մասշտաբային այցը օրերս էր կազմակերպվել։ Երկրապահները հիգիենայի պարագաներով, մթերքով բեռնավորված, ամենակարևորը բարեկամական մաղթանքներով եւ խորհուրդներով եղան Արցախի բոլոր սահմանային զորամասերում, հենակետերում, հյուսիսից հարավ։ Հասկանալի է նախ, որ այսօր զորամասը կատարում է մարտական առաջադրանք է կատարում եւ զորամասի անձնակազմը գտնվում են իրենց մարտական հենակետերում, որտեղ որ իրենց ծառայություն են կատարում, դա հասկանալի է։ Դուք կփոխացեք ձեր ընկերներին, որ ձեզ այցելել են Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչները, զորավար Մանվել Գրիգորյանի անձնարարությամբ, ասեմ, որ դուք երևի տեղյակ եք, գիտեք, որ ապրիլյան են իրադարձությունները, պատերազմը, մարտական գործողությունները, որ սկսեցին, առաջինը երկրապահ կամավորականներն էին զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, որոնց առաջինը մտան Արցախ եւ կանգնեցին մեր բանակի կողքին, կանգնեցին մեր զինվորների կողքին, կանգնեցին ձեր կողքին եւ այս ապրիլյան այդ մարտական գործողությունները այդ գործողությունների ընթացքում եղան ձեր հետ միասին եւ արվել եւ այսօր մենք զորավար Մանվել Գրիգորյանի հանձնարարությամբ նորից այցելել ենք Արցախ, այցելել ենք մարտական հենակետեր, այդ դիրքեր են գնացել, բոլոր զորամասեր եք մտել եւ մեր գալու նպատակը մեկն է, որ մենք ձեզ ասենք, սիրելի զինվորներ, երկրապահները միշտ եղել են Արցախի կողքին, մեր զինվորի կողքին եւ այսօր են
զինվորի կողքին եւ ասում ենք, որ մենք միասին ենք, ձեր կողքին ենք, ձեր հետ ենք ցանկացած իրավիճակում։ Երբ հարկը լինում է, մենք ձեր կողքին հայտնվում ենք, այնքան արագ հայտնվում ենք, որ դուք իհարկե չեք պատկերացնի, թե մենք ոնց եկանք։ Եվ զորավարի հազարարությամբ նաև բերել ենք որոշակի օգնություն, նվերներ ենք բերել ձեզ եւ օգնություն ենք բերել։ Այնպես որ մենք խնդրում ենք ընդունել այդ օգնությունը եւ ցանկանանք ձեզ բարի ծառայություն, ցանկանանք ձեզ մարտական բարձր տրամադրություն։ Երկրապան եղել է ու կա մի ձեր հետ ձեզ ենք այցելել Զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ եւ բերել ենք մեզ հետ իր հայրական ողջունը ձեզ Երկրապան ձեր հետ է ճիշտ է մի պահ թողեցինք մենակ բայց դուք ավելի հզոր եք քան մենք իզուր չի որ Զորավարը ասում է վաղվա երկրի տերը դուք եք ապրեք դուք երեխեք ջան Երկրապահ կամավորական ջոկատներից ապրիլի 2-ից սկսած արդեն երկրապահները մեր հետ են, մեր կողքին շատ կազմակերպած աջակցեցին մեզ, օգնություն ցուցաբերեցին ապրիլի 2-ին հետ ապրիլի 1-ից մինչև 2-ը 3 ընկած այդ հատվածում հակառակորդի կողմից կատարված գործողությունից հետո Սիսյանի ջոկատը ուղևորվել էին դեպի հյուսիս-հարավային շրջանը օգնություն որպես ցուցաբերելու համար Մատաղեցի շրջանը հենց մեր 7 գումարտակի պաշտպանության հատվածում ծավալել են իրենց գործողությունները շատ պատասխանատու գործողություն արեցին, օգնեցին մեզ ամեն ինչով թե սնունդով, թե հագուստով, թե մարտական դիրքերում բարերավեցին բոլոր խրամաբջիջներն օգնեցին սարքել, կահավորել, զինվորներին օգնին նրանց։ Պարոն գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից կատարված աշխատանքները մեծ ծավալուն արձագանք տվեցին մեր բանակի այս հատվածում, այս 2 ամսվա հատվածում ընկած բարելավման, զարգացման համար, պատերազմման հետ պատերազմաշրջանում գտնվում է մեր մարտական դիրքերից երկուսը, որի դիմաց տեղակայված է նույնպես հակառակորդը, բայց այս դիրքից այդքան հեռու չի հակառակորդը, ինչ մյուսում մի քանի քայլերով գտնվում է հակառակորդը։ Զենքի դիսկաթափում ենք առաջին առնենք մագազինը հայստատուկը հետո չեսնում ենք ռեյդը հաշում ենք Հողում ենք, գրակում ենք, ասում ես դու գործ 120 մմ ականան հետ նախատեսված է ախողվի կրակով հակառակորդի կենթանի ուժը կրակային միջոցները ոչնչացնելու համար։ Առավելագույն հեռավորությունը 6500 մետր 6.5 կիլոմետր։ Փողը կազմված է փող, հենասալ, երկվոտ հրետասալ, նշանոցային հարմարանքների կալունակ։ Երբ որ հիմնականից աջ կամ ձախ կամ ինչ-որ պլանային նշանակետ ենք ունենում, անկյունաչափը տեղադրում ենք անկյունաչափային թմբուկի վրա, այս անկյունաչափային թմբուկը։ Տեղադրում ենք նշանաթիվը, սա էլ նշանաթվի թմբուկը։ Տեղադրելուց հետո վերցնում ենք երկու ոտքերից, նայում ենք նշանոցի մեջ։ Նշանոցի մեջ նայելուց հիմնական նշանառման կետ ունենք մենք միշտ։ Գիշերային լուսավորող, ինչպես նաև պահեստային։ Փափուկ հորիզոնավորողով և բարձրացնող մեխանիզմով ուղղում ենք երկու հարթաչափերը ճշտության համար։ Հրաձգության, հեռավորության և ուղղության փոփոխում։ Տալիս է գերազանց 15 վայրկյան
Լավ, 20 վայրկյան, բավարար 25 վայրկյան։ Նորմացույցի մեջ տեղավորվելով զեկուցում ենք պատրաստ ու պատրաստ ենք խոցելու թիրախ կամ ինչ-որ։ Ավանդույթի համաձայն երկրապահական պատվիրակությունները նաև զորավար Մանվել Գրիգորյանի անունից պարգևներ հանձնեցին ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին։ Ամուր կանգնենք մեր հողի վրա, որտեղ այս հողը մերն է։ Այսօր մենք ներկայացել ենք մի այլ կարգավիճակը, որովհետև դուք լավ գիտեք, որ այս ապրիլյան այդ քարորյա պատերազմի ժամանակ երկրապահ դուրս եկավ մի ամուր ձևով, եղավ ձեր կողքին, սկսած հյուսիսային դարպասից, ձեր մոտից այստեղից, մինչև հարավային դարպաս եղել է առաջնագծում 58 օր։ Եվ այսօր է խրամատումը ձեզ հետ է։ Եվ դրա հետ մեկտեղ զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով երկրապահ կամավորականների միության պատվոգրով պարգևատրել է Գագիկ Արտակին Մկրտչյանին։ Նորայր Սոսի Պապիկյանին։ Նավորում ենք պարգևատրման դերի, բոլորը տոկարժանի, բոլորը։ Ես Պապիկյան Նորայրն եմ, Աշտիկցի շապաները մեզ շատ են օգնել, մեր կողքին կանգնած է լինել, թե ժամանակաշրջաններին։ Հայ զինվոր սիրելի, հայ զինվոր բարևում եմ քեզ եւ ասում եմ քեզ կարճարացել ենք տարիների կյանքի։ Ուզում եմ որ դու ծառայությունից հետո ողջ առողջ վերադառնաս քո ընտանիքի մոտ։ Արգելի սպաներ, զինվորներ, նախ ես ողջունում եմ Ասկերանի զորամասի անձնակազմին, Երկրապահ կամավորականի միության վարչության նախագահ զորավար Մանվել Գրիգորյանի անունից եւ հանրապետության բոլոր երկրապահների անունից։ Ցանկանում եմ ձեզ բարձր մարտական տրամադրություն։ Ասեմ, որ ապրիլյան դեպքերի ժամանակ ամենաառաջինը արձագանքել է երկրապահ կամավորականները եւ ամենաառաջինը մարտական դիրքեր ձեր կողքին կանգնել են երկրապահները եւ ամբողջ Արցախի սկսած Յանիկներից մինչեւ Արաք բոլոր զորամիավորումների, բոլոր պաշտպանական շրջանների, բոլոր մեր դիրքերում երկրապահները կանգնեցին մեր զինվորի կողքին։ Մենք հավաստիացնում ենք ձեզ, որ դուք մենակ չեք մնալու եւ հարկ լինի երկրապահները լինելու են ձեր կողքին։ Այսօր մենք այցելել ենք ձեզ եւս մեկ անգամ ձեզ ողջունելու, ձեզ բարևելու եւ ասելու, որ սիրելի զինվորներ, մենք միասին ենք, մենք մեկ կառույց ենք, միշտ եղեք ամուր, միշտ եղեք առնական, միշտ եղեք հզոր, մեր սահմանի կանգնած։ Երկրապահի ներկայությունը սահմանին բնականon վիճակ է։ Ավելին, հաշվի առնելով այս տարվա ապրիլյան թուրքական սադրանքի դասերը, անհրաժեշտության դեպքում առավել օպերատիվ արձագանքելու նպատակով Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծվում է Երկրապահ կամավորականների միության զինվորական կազմավորում։ Երկրապահ կամավորականների միության բոլոր տարածքային բաժանմունքներում
ձևավորվում են համապատասխան ստորաբաժանումներ, որոնք նաև անհրաժեշտ պատրաստություն պետք է անցնեն և միշտ լինեն համար առաջին պատրաստության պայմաններում։ Հայրենիքին ծառայելու սրբազան պարտականությունն իրականացնել երկրապահը միշտ պատրաստ է։ Երկրապահը մեծ ուշադրություն ու կարևորություն է տալիս սպորտին և պատահական չէ, որ Արցախի հերոս զորավար Մանվել Գրիգորյանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվելուց հետո հայ մարզիկներն այս մարզաձևում լուրջ ձեռքբերումներ են ունեցել։ Թաեքվոնդոն արևելյան մարզաձևերից միակն է, որ ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում։ Եվ ուրախալի է, որ այս մարզաձևում լուրջ առաջընթաց են ապրում հայ մարզիկները։ Վերջերս ավարտված Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 2 մեդալ։ Նման արդյունք հայ թաեքվոնդոիստները երբեք չէին ունեցել։ Առհասարակ, ինչպես ներկայացնում է հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանելյանը, հայկական թաեքվոնդոյի հաջողություններն սկսվել են 2010 թվականից, երբ ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։ Հետևողական ու լուրջ աշխատանք է տանում նաև ֆեդերացիայի նախագահ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Հենց 2010 թվականից ֆեդերացիան ունի անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած մշտական գրասենյակ։ Հավաքականի մարզումների համար վարձակալվել են դահլիճներ, ձեռք են բերվել նոր մարզագորգեր, էլեկտրոնային սենսորային համակարգեր, պարբերաբար անցկացվում են Հայաստանի առաջնություններ և տարբեր մրցաշարեր։ Ինչպես հավաքականի գլխավոր մարզիչն է պնդում, Հայաստանում մարզաձևի մասսայականություն վայելելու նպաստել է այն հանգամանքը, որ հազարավոր պատանի երկրապահներ ընդգրկվել են Թաեքվոնդոյի խմբակներում։ Մեր մարզաձևը ավելի մասսայականացավ, երբ որ մոտավորապես 8000-ից ավելի պատանի և երիտասարդ երկրապահներ սկսեցին մարզվել թաեքվոնդո մարզաձևով և մեր թաեքվոնդոն ընդգրկվեց իրենց ուսումնամարզական ծրագրերում։ Ուրեմն համարյա բոլոր մարզերում մենք ունենք լուրջ խմբեր, մոտավորապես ունենք 2000 պարապող, իհարկե բոլորին սպորտսմեն չես կարող անվանել, սպորտսմենը ուրիշ կարգ է, բայց համագործակցում ենք բոլոր այդ առումներով երկրապահների հետ, երկրապահ կամավորականների հետ, իրանց բոլոր ծրագրերի մեջ ընդգրկված ենք, նույնիսկ Սերգեյ Ավանեսը մարզիչում, ճամբարում արդեն իրենց մարզիչն է, երկրորդ տարին անմեջ։ Թաեքվոնդոյի ֆեդերացիան ողջ կազմով մարզիկներ, մարզիչներ, մրցավարներ, երկրապահի անդամ են, իսկ երկրապահի ղեկավարի առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը սպորտին տասնամյակների կայուն արմատներ ունի։ Դեռ 1989 թվականի Արցախյան պատերազմի օրերին զորավար Մանվել Գրիգորյանը կազմակերպում էր տարբեր մարզաձևերի առաջնություններ 5-րդ բրիգադի գումարտակների միջև։ Դա նպաստում էր մարտական ոգու բարձրացմանը։ Մենք կռվում ենք, որպեսզի խաղաղություն նվաճենք։ Եվ մենք դատապարտված ենք հաղթելու, հասկացեք։ Մենք ուրիշ երկ չունենք։ Ու քանի որ դուք կաք, որ այս հզոր, այս ծանր, այս այլանդակ պատերազմի արանքում անգամ կարողանում եք համերգներ լսել, կարողանում եք ֆուտբոլի դաշտ ունենալ ու ֆուտբոլի մրցություն եք անցկացնում։ Դա ապշելու բան է ու սա ոգու արդյունք է ու մենք հաստատ հաղթելու ենք։ Ոչ թե խոսքով։ Ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք, մենք հաղթած ենք այս պահին։ Ուրեմն հաղթանակները ամրապնդենք ու ստիպենք, որ թշնամին գա խաղաղության։ Հրադադարի կնքումից հետո, երբ զորավարը լծվել էր բանակաշինության գործին, դարձյալ ուշադրություն էր դարձնում սպորտին։ Փոխնախարարի պաշտոնում նրա պատասխանատվության ոլորտներից մեկն էլ հենց բանակի ֆիզիկական պատրաստվածությունն էր, սպորտը։ Սպորտի նկատմամբ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի սերը հանգեցրեց նրան, որ հիմնադրվեց Արա և Այծեմնիկ ձիասպորտի կենտրոնը, ուր անցկացվում են հանրապետական խոշոր մրցաշարեր։ Երկրապահում ևս առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սպորտին, և պատահական չէ,
որ Նետաձգության ֆեդերացիայի նախագահը Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Նազիկ Ամիրյանն է։ Տիկին Ամիրյանի կազմակերպական ջրի շնորհիվ Հայաստանում անցկացվում են շատ բարձրակարգ միջազգային մրցաշարեր, ընդհուպ Եվրոպայի առաջնություններ, օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարեր։ Երկրապահը գործակցում է նաև Դուքենդո ֆեդերացիայի հետ։ Կազմակերպում է ֆուտբոլային մրցաշարեր։ Ինչպես արդեն նշվեց, 2010 թվականից հայկական թաեքվոնդոն նույնպես Մանվել Գրիգորյանի հովանավորության ներքո է։ Բոլոր նշված մարզաձևերի մասնագետներն ակտիվորեն ներգրավված են նաև Պատանի երիտասարդ երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացներում։ Շատ ու շատ երկրապահներ են Հայաստանի պատիվը բարձր պահում տարբեր միջազգային մրցաշարերում։ Պատանի երկրապահների ճամբարում Հայաստանի և Արցախի բոլոր տարածքային բաժանմունքներից տղաներ ու աղջիկներ ըստ հերթափոխերի համատեղում են ուսումնամարզական վարժանքներն ու հանգիստը։ Մեր հաղթանակը հաղորդաշարի նախորդ թողարկմանն արդեն տեղեկացրել էին, որ մեկնարկել են Պատանի երկրապահների ամառային ուսումնամարզական ճամբարային վարժանքները։ Ամեն երկուշաբթի երկրապահի վարչությունից և տարածքային բաժանմունքներից տղաներն ու աղջիկները ճամբար են ուղևորվում հարմարավետ ավտոբուսներով։ Ճամբարում առօրյան հագեցած է, ուսուցման ծրագրերում ընդգրկված են բոլոր գործընկեր կառույցների մասնագետները։ Ստերևս կա երիտասարդ երեխաներ, մեր Պատանի երկրապահներին։ Ծանոթանանք ձեզ հետ, հասկացնենք դաս, պատասխանենք ձեր հարցերին, ուզող հարցերին, կարգող հարցերին։ Օտարերկրից մարդ է գալի Հայաստան, որ իրենց երկրում թույլ է տրվում որ մի հատ արանք, որ մեր երկրում չի թույլ է տրվում, ու ինքը այդ արանքը անում է։ Ուրեմն մենք շատ ենք սիրում մեր օտարերկրից հայացող էքսպորտներ, մեր հյուրերին, բայց մենք իրենք և ունենք մեր գործող օրենքները։ Յուրաքանչյուր ոք, որը գտնվում է մեր Հայաստանի Հանրապետության տարածքում, առաջնորդվում է մեր երկրի օրենքներով։ Կարա հիմա ձեռով ասինքե խփի դեմքը, բռունցքով խփի դեմքը։ Բռնում ես ձեռով, եթե աշլիկ է, եթե զախլիկ է, այս ձեռով, ձեռը բնում եք այսպես։ Այդ ընթացքում ինչը որ էսի ցույց են տալի, էսի տարա արագ են, որ ավելի ճիշտ է, որ դիմացինը արդեն իրան ձգից է, որ դիտեն։ Արագ հարվածը դες, ձեռը բռնում ես ձախձեռով, ես մի ձեռը բռնություն ես բռնում, դու իրա դիմացից դեպի աջ ես գնում, իրա դաստակը, երբ որ բռնել ես, ծալում ես դեպի ներս, արդեն իրա ձեռը ջարդի։ Դասընթացները ճամբարում կանոնակարգված բնույթ են կրում։ Յուրաքանչյուր առարկան էլ դասավանդում են համապատասխան ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներ, դարձյալ կամավորական հիմունքներով։ Այստեղ երեխաների հանգիստը ևս բազմաբովանդակ է, իսկ ճամբարային պրոցեսում ընդգրկվում են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և նույնիսկ Սփյուռքի երեխաներ։ Պատանի երկրապահների ճամբարը հայության միասնականության մի ինքնատիպ մանրակերտ է։ Որ բացվի դռներ հուսով և մեր երկրեն հաղթածում չքնաղ երկիր մեր Արմենիա ուրփայլեյու քաղցրի գորե Nerangalo, tu shati, nerangalo,
Եվ եթերաժամի ավարտին, ինչպես միշտ, պատանի երկրապահ կամավորականները ներկայացնում են փառք նահատակած շարքը։ Ժամանակը ծնում է իր հերոսներին։ Հիշենք այն հայորդիներին, ովքեր հերոսի մահով ընկան մարտի դաշտում։ Փառք ու պատիվ ձեզ, անմահ մարտիկներ։ Հիշենք բոլորին, անուն առանուն։ Սյունիքի մարզի Վաղատին համայնքից Կարո Ծերունի Համբարձումյանը, ով 1989-ից 1993 թվականներին Արցախյան ազգային ազատագրական պայքարի նվիրյալներից էր, իր մասնակցությունն է ունեցել նաև մերօրյա Արցախի սահմանների պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին։ Զոհվել է 2016 թվականին։ Կարո Համբարձումյանը Մարտակերտի ճանապարհին հակառակորդի կողմից անօդաչու թռչող զարկով պայթեցված ավտոբուսում եղած կամավորներից էր։ Կարո Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Ցավում ենք եւ հպարտանում։ Երևան քաղաքից շարքային Բագրատ Արթուրի Ալեքսանյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության համար մղվող ապրիլյան քառօրյա պատերազմին։ Մարտական հանձնարարություն իրականացնելիս խիզախորեն ընդառաջ գնալով թշնամուն զոհվել է։ Բագրատ Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Զոհի նման չընկավ դաշտում, ընկավ որպես քաջ մի մարտիկ։ Գյումրի քաղաքի բնակիչ փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը Վարդենիսի երկրորդ կորպուսում որպես ծառայության պետ աշխատելուց հետո վերադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Ջաբրայիլ, որտեղ էլ մասնակցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսած քառօրյա պատերազմին։ Զոհվել է 2016 թվականին Ջաբրայիլում մարտական հանձնարարություն կատարելիս։ Ալեքսան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Ընկավ որպես հերոս մարտիկ, որ սովոր էր մահը վանել իր իսկ կյանքով հանուն կյանքի։ Գյումրի քաղաքից ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության ազատագրման համար մղվող քառօրյա պատերազմին։ Զոհվել է 2016 թվականի մարտական առաջադրանք կատարելիս։ Հրաչ Գալստյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Ընկավ դաշտում իբրև մարտիկ, որ սովոր էր զրկանք տանել ընդդեմ ցավի ու զրկանքի։ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղից շարքային Միշա Կամոյի Աղաջանյանը, ով ազատամարտիկ հորեղբոր անվանակիրն էր, որպես արժանի հետնորդ մասնակցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսած քառօրյա պատերազմին։ Զոհվել է 2016 թվականին Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։ Միշա Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Ընկավ դաշտում իբրև մարտիկ, որ փուլ չգա ոչ մի տանիք։ Սյունիքի մարզի Կապան քաղաքի սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյանը մասնակցել է ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններին։ Վստահորեն իրականացնելով իր առջև դրված խնդիրը 2016 թվականի քառօրյա պատերազմում հերոսաբար զոհվել է հակառակորդի արձակած գնդակից։ Նորիկ Գասպարյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Ընկավ դաշտում ինչպես մարտիկ, մոր նամակը դեռ չընթերցած։ Արտաշատ քաղաքից Սուրեն Արթուրի Արամյանը մասնակցել է մերօրյա Արցախի սահմանների պաշտպանության համար մղվող քառօրյա ազգային ազատագրական մարտերին։ Զոհվել է 2016 թվականին Քարվաճառում մարտական առաջադրանք կատարելիս։ Սուրեն Արամյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Ընկավ մարտի դաշտում, որ ծխանի ծուխը բարակ, այսուհետ էլ վեր բարձրանա։ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամյանը մասնակցել է ապրիլյան Արցախի սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին։ Զոհվել է 2016 թվականին Թալիշում ծառայողական պարտականությունները կատարելիս գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումից։ Ռոբերտ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Ընկավ մարտի դաշտում, որ էլ ոչ մի ընտանիք չաղաղակի դատարկությամբ։ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի բնակիչ Հարություն Հովանեսի Աբրահամյանն իր մասնակցությունն է ունեցել մերօրյա Արցախյան քառօրյա պատերազմին։ Զոհվել է 2016 թվականին
Արցախի պաշտպանական դիրքերից մեկում մարտական առաջադրանք կատարելիս։ Հարություն Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Ընկավ մարտի դաշտում, որ արկերի դղրդոցին փոխարինի արծաթ բահի զրնգոցը երկնքի տակ։ Երևան քաղաքի բնակիչ Նորայր Միքայելի Հաջիյանը, ով 1992 թվականից մասնակցել է Կորնիձորի, Շուրնուխի, Լաչինի, Քարվաճարի, Օմարի Լեռնանսկի, Մարտակերտի, Կուբատլուի մարտական գործողություններին, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությունների իրականացման ժամանակ կամավորագրվել է եւ ակտիվորեն մասնակցել Արցախի պաշտպանական մարտերին։ Զոհվել է քառօրյա պատերազմում իր առջև դրված մարտական խնդիրը կատարելիս։ Նորայր Հաջիյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական ծառայության մեդալով։ Երևան քաղաքից ավագ լեյտենանտ Բենյամին Ներսեսի Եղոյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության համար մղվող ապրիլյան քառօրյա պատերազմին։ Զոհվել է 2016 թվականին Արցախի մարտական դիրքերից մեկում մարտական հանձնարարություն կատարելիս։ Բենյամին Եղոյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արիության համար մեդալով։ Ընկավ մարտի դաշտում, որ հրդեհի ահեղբոցին փոխարինի լոկ կարոտի շշուկը տակ։ Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի, հավերժ փառք նահատակներին։ Մեր հաղթանակահաղորդաշարին կարող եք հետևել ամեն կիրակի ժամը 16:30-ին, ինչպես նաև ամեն երկուշաբթի ժամը 15:45-ին եւ 1:20-ին։ Հաղորդաշարի թողարկումները տեղադրվում են նաև եկմ.am կայքում, տեսանյութեր բաժնում։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ հարգելի հեռուստադիտողներ։